Արդեն երկրորդ տարին է, ինչ Նինոց Մինդան մեծ շուկով նշում է քաղաքի տոնը։ Մեծ տոնախմբություն, համերգային եւ մարտական միջոցառումներ, ամեն ինչ բարձրաճաշակ։ Այսօր նշում ենք քաղաքի տոնը, քաղաքի օրը։ Սա մեր Նինոց մունիցիպալիտետի պատմության մեջ նորություն է, երկրորդ տարին է, ինչ նշում ենք քաղաքի տոնը։ Ինչպես տեսնում եք, հավաքված ենք կենտրոնական այգում, որտեղ համապատասխան անկյուններ եւ համապատասխան միջոցառումներ են անցկացվում բնակչության բոլոր տարիքի մարդկանց համար, սկսած փոքրիկների, վերջացած մեծահասակներին, բոլորին մաղթում եմ առաջի հերթին քաջ առողջություն, լավ տրամադրություն, լավ օր, որպեսզի լավ, հեշտ, համերաշխ, ուրախ անցկացնեն այսօրվա տոնը։ Մարտական միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան Նինոց Մինդայի մունիցիպալիտետի դպրոցների եւ մարզադպրոցի բազում սաներ։ Վոլեյբոլի, ֆուտբոլի, շախմատի ու նարդու ընկերական մրցույթներին մասնակցում էին շատերը, անգամ փորձեցին խաղալ Ցամսխե-Ջավախեթի նահանգապետն ու պատվիրակության ներկայացուցիչները։ Նախ եւ առաջ ողջունում եմ մեր ամբողջ Նինոց Մինդայի բնակչությանը այսօրվա գեղեցիկ տոնի կապակցությամբ, այսօր մեր քաղաքի տոնն է, մեր հարազատ Նինոց Մինդայի օրն է։ Եկեք մի պահ նայենք կողքերս ու հիշենք, վերհիշենք նախկին Նինոց Մինդան եւ այսօրվա Նինոց Մինդան։ Բոլորովին այլ քաղաք է այսօր մեր քաղաքը դարձել։ Մարդ ընդամենը պետք է կույր լինի, որ չտեսնի այսօրվա կատարված աշխատանքները, Նինոց Մինդայում փոփոխությունները, այսքան աշխատանք, այսքան գեղեցկություն, այսքան ամեն ինչ իր տեղին։ Իհարկե ողջունելի է սա, դա ի շնորհիվ այսօրվա մեր կառավարությանն է, շնորհակալ ենք մեր այսօրվա կառավարությունից, որ այսքան աշխատանք են կատարում մեր քաղաքը ավելի գեղեցկացնելու, ավելի առաջադեմ դարձնելու համար։ Ինչ վերաբերում է սպորտային միջոցառումներին, սա կապված է քաղաքի տոնի առթիվ, այս պահին աղջիկների վոլեյբոլի առաջնությունն է, այնուհետև սկսելու ենք տղաները, հետո ունենք ֆուտբոլի առաջնություն տոնի հետ կապված, ունենք շախմատի եւ նարդու սեղանի խաղերի առաջնություն։ Ինչ ասած, պետք է այսօր բոլորիս տրամադրությունները բարձր լինի, քանի որ քաղաքի տոնն է, այսօր երեխաները ինչպես տեսնում եք շատ ուրախ են, սա մրցապայքար չի, ուղղակի քաղաքի տոնին նվիրված միջոցառում է, պատրաստել ենք եւ գավաթներ երեխաների համար, եւ դիպլոմներ, եւ մեդալներ։ Տեսնենք ինչպես կընթանա հետագան։ Նորից ու նորից շնորհավորում եմ մեր Նինոց Մինդացիներին, տոնը շնորհավոր սիրելի Նինոց Մինդա։ Ողջունում եմ այսօրվա տոնի առթիվ, որովհետև շատ գեղեցիկ տոն է եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն որոշմանը, որի հիման վրա նշվում է ինչպես գյուղի տոն, այնպես էլ քաղաքի տոն։ Սա գեղեցիկ տոն է, ինչքան էլ մենք ուզում էինք մարդկանց ստիպել, որ սիրեր քաղաքը, ինչ որ խոսքով կամ բան, բայց այսօրվա տոնը, այսօրվա տոնակատարությունը մեզ ընդհանրացնում է, միավորում է, որովհետև այսօր ավելի քան տոնական տրամադրությամբ մենք սկսում ենք սիրել մեր քաղաքը, պաշտպանել մաքրությունը, բազմազանությունը։ Այստեղ հավաքվում են ոչ միայն հայեր, այլև բազմազ Վրաստանի բոլոր ազգության ներկայացուցիչները եւ ավելի բազմազան է դառնում, ավելի միավորվում է հայ-վրաց հարաբերությունը այս գեղեցիկ տոնակատարության, այս համեմունքի, այս հոդավետ բուրմունքի ֆոնի վրա երևում է ինչպես հայկական գյուղական մթերքները, այն արտադրանքը, որոնք գալիս են մարդիկ բերում են խանդավառությամբ ցույց տալու, որ ինչքան կարող են արարել եւ ինչքան հարուստ է մեր շրջանը, բացի այդ նաեւ ներկայացնում են տնտեսությունը, ինչպես նաեւ ճաշատեսակները, սա եւս ավանդույթ է, որը պետք է շարունակական լինի, մենք ողջունում ենք, որովհետեւ չունենալ քաղաքի տոն շատ վատ էր եւ այսօր ես ուզում եմ առանձնահատուկ
ձևով շնորհակալություն հայտնել ամմարկանց այն օրենքին, այն մեր կառավարությանը, ղեկավարությանը տեղի, որ այսօր կարողացան ընտրել քաղաքի օր եւ ամեն տարի տոնական այսօրը միավորում է բոլորիս։ Շնորհակալություն։ Մարզական միջոցառումները տոնական օրերին նաև առիթ են բացահայտելու տաղանդավոր երեխաներին։ Ինչպես իր խոսքում նշեց մարզադպրոցի տնօրեն Վալերի Բեդոյանը, սա նաև հնարավորություն է բացահայտելու նորանոր մարզիկների։ Նախ շնորհավորում եմ այսօր Նինոս Մինդայի տոնի կապակցությամբ։ Մենք սպորտային միջոցառումներն ենք հասկացնում եւ առիթ է նաեւ փորձարկելու մեր Դինամո ակումբի տղաների խաղը, քանի որ հոկտեմբերի 11-ին կայանում է փառատոն նախաքաղաքում։ Որոշեցինք այդ տարիքային երեխաների մրցույթ կազմակերպել ֆուտբոլային։ Մասնակցում են 4 թիմ՝ Գանձայից, Մեծ Խանչալիից եւ Նինոս Մինդայի երկու մարզադպրոցի թիմերը։ Ցանկանում ենք հաճելի ժամանց, լավ խաղ, լավ տրամադրություն բոլոր Նինոս Մինդացիներին։ Ճիշտ է, մարզական միջոցառումները ընկերական են, բայց երեխաները շատ ոգևորված են խաղում, հայտնի է։ Պարգևատրում կա։ Ցանկանանք հետագա հաջողություններ բոլոր թիմերին եւ մենք նույնպես ուշադրություն ենք դարձնում մյուս թիմերի խաղացողներին, որպեսզի ներգրավենք մեր մարզադպրոցի Դինամո ակումբի մեջ։ Եթե տաղանդավոր երեխաներ նկատենք, անպայման մենք ուշադրություն կդարձնենք։ Հենց այդ պատճառով մենք այս տարիքի երեխաներին ենք հավաքել մրցման մասնակցելու համար։ Շնորհավոր տոնդ Նինոց Մինդա, թող բազում տոնախմբություններ գումարվեն քո կյանքում ու զարգանան օրեցօր քո գեղեցկացող քաղաքն ու գյուղերը։